Մենք պետք է մեր աղոթների վրա ուշադիր լինենք, որ ասում է, ինչ որ աղոթքի մեջ խնդրես, հավատա եւ կլինի քեզ եւ կստացվի։ Այսինքն դու քո աղոթքներին պիտի հավատաս։ Քո արած աղոթքներին պիտի հավատաս։ Ինչ ես աղոթում։ Պարտականություն ես աղոթում, թե իրականում աղոթք ունես։ Լուրջ աղոթք եւ հավատում ես քո արած աղոթքին, որ երկինքը տեսնում է այդ աղոթքը եւ կլինի քեզ։ Սիրելիներ, սրանք շատ կարևոր բաներ են, որ մեր հավատքը այստեղից ավելանում։ Ես ինչ որ աղոթում եմ, ես հավատում եմ իմ արած աղոթքներին։ Ես հավատում եմ իմ բերանից դուրս եկած խոսքերին, որ ես խոսում եմ։ Սրանք շատ կարևոր կետեր են, սիրելիներ, որ մենք պետք է ուշադիր լինենք։ Հովհաննես ավետարանի մեջ 5:14-ում այդպես ասում. ինչ որ նրա կամքի պես խնդրեք, ինչ որ նրա կամքի պես խնդրեք, այսինքն մենք պետք է զանազանենք մեր խնդրվածքները Տիրոջ ուզած ձևով, թե չէ։ Մեր աղոթքները, մեր խնդրվածքները Տիրոջ ուզած ձևով, որ ստացվի մեր կյանքում, որ լինի։ Դրա համար, սիրելիներ, այս 3 կետերը պետք է, որ մեր հավատքը ավելանա, որ մեր հավատքը զորանա։ Տեր Հիսուս չասեց, ես ձեզի հեսա կասեմ ու ձեր հավատքը կավելանա, ձեր ճանապարհին սարեր կլինեն, ու այդ սարերը պետք է տեղափոխվեն, բայց ոչ թե ուրիշների միջոցով, այլ դու պիտի ասես եւ պիտի ստացվի։ Տեր Հիսուս այդպես ասեց. անկարելի չի լինելու, դու պիտի ասես ու պիտի ստացվի, սա քո բերանից դուրս եկած խոսքն է լինելու, որ տեղափոխվի ու նա պիտի տեղափոխվի, պիտի լսի։ Սա քո հավատքը պետք է լինի քո ասած բառերի ու խոսքերի վրա, դու ուշադիր պիտի լինես։ Եվ ինչ որ նրա կամքի պես աղոթք անես, խնդրես, հավատա քո արած աղոթքներին եւ կստացվի։